անջատումների վերաբերյալ քննարկումներ ունեցել եք, չեք ունեցել։ Ընդհանուր ինֆորմացված եմ, բայց վերջնական վերլուծություն, վթարների վերլուծությունը ընթացքի մեջ է, կհասկանանք բուն ինչ հիմնական հետևանքներից պատճառով այդ անջատումները եղան, մասնավորապես Վարդաշենի ենթակայանի մասին է խոսքը, բայց դա կարիք ունի տենց առանձին մասնագիտական խորը ուսումնասիրության էլի այս պահին։ Տաշիր գրուպը բողոքարկել էր, եթե ճիշտ եմ հիշում, ձեր որոշումը, ինչ փուլում է ընդհանրապես այդ բողոքարկումը, դատական բանի կհասնի, թե չի հասնի։ Ինչ է ընդհանրապես էլի այդ գործընթացը այս պահին փուլում է։ Գործընթացը գնում է իր ընթացքով, ես տենց կանխատեսումներ չեմ կարող անել, որովհետև հարցը մի դատարանների դաշտում է, դատական համակարգում է, ոնց կընթանա, տենց էլ կընթանա։ Իսկ երբ կհրապարակվի, երբ հստակ կլինի, թե ինչքան գումար պիտի վճարի պետությունը կամ այն ընկերությունը, որը կցանկանա գնել հեցի դիմաց, ինչ գումարի մասին է խոսքը։ Հիմա երբ որ լիցենզիայից մեր որոշմամբ հանձնաժողովի որոշմամբ զրկվեց Հեծփակ բաժնետիրական ընկերությունը բաշխման ծառայությունների լիցենզիայից, դրան գործող օրենքի կանոնների համաձայն 3 ամսյա ժամկետում պետք է կառավարությունը եւ Հեծը բանակցեն իրար հետ գնի շուրջ, ենթակառուցվածքների վերաբերյալ այդ սեփականության իրավունքի փոխանցման մասով, այդ ընթացքում ես չգիտեմ ինչպիսի որոշում կլինի, թե չի լինի, եթե չի լինի փոխհամաձայնություն կամ նման բանակցային արդյունքները չեն ավարտվի որևէ թվի շուրջ, դրան կհաջորդի արդեն սահմանադրական բանով գերակա շահ ճանաչելու ճանապարհով այդ սեփականության իրավունքը վերցնելու հարցը, ընթացքը այսպիսին է, բայց թվերի մասին առայժմ խոսել չեմ կարող։ Մոտավոր թիվ էլ չկա, թե որքան կարող է արժենալ, ինչ բանի մասին է։ Դրանով մասնագիտական խումբ է աշխատում, ես այս պահին թիվ չեմ կարող հնչեցնել, տարբեր են կարծիքները, դա կողմերը պետք է բանակցեն, բանակցության արդյունքում ծնվի այդ թիվը, էլի, ես այս պահին ձեռնպահ կմնամ թիվ հնչեցնելուց։